Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1192-րդ օրն է, քանի դեռ ալիքը նոր է, ես որոշեցի մի քանի կարճ եթեր պատրաստել, որպեսզի մեր լսարանից ավելի շատ մարդիկ նկատեն նոր ալիքը եւ սկսեն բաժանորդագրվել։ Ռուս օկուպանտները 3 մայիսի 29-ին հարձակվել են Ուկրաինայի վրա նոր տեսակի հարվածային ռեակտիվ դրոնով, որի անունն է Dan-M։ Այս մասին հայտնել է ռազմական ռադիոտեխնոլոգիաների մասնագետ Սերգեյ Բեսկրեսնովը։ Նրա խոսքով Dan-M-ը ի սկզբանե նախատեսված էր որպես թիրախ հակաօդային պաշտպանությունը ստուգելու եւ մարզելու համար, սակայն Ռուսաստանը այն վերափոխել է հարվածային ATS-ի։ Փորձագետը ավելացրել է, որ այս ATS-ի թռիչքի տևողությունը կազմում է 25-ից 40 րոպե, արագությունը 400-ից մինչև 750 կմ/ժ, իսկ թռիչքի բարձրությունը մինչև 9 կմ։ Մեջբերեմ պատերազմի սկզբում մենք, այսինքն ուկրաինացիներս, նույնպես վերափոխում էինք ռեակտիվ ATS-ներ, ինչպես օրինակ Ստրիժը, որովհետև չունեինք թևավոր հրթիռներ կամ հեռահար հարվածային ATS-ներ, բայց հասկանալի չէ, թե ինչու է Ռուսաստանը գնացել նման քայլի, միգուցե այս տեսակի ATS-ները նրանց մոտ շատ են, եզրակացնում է փորձագետը։ Ես իմ կողմից ասեմ, կամ միգուցե ուկրաինական վերջին օրերին խոցումները ռուսական պահեստներին եւ գործարաններին ավերել են ռուսների այլ դրոնների պաշարները, դե ինչպես ասում են, կյանքը ցույց կտեսնենք ինչ զարգացումներ կլինեն, բայց այն որ հետաքրքիր քայլի են գնացել ռուսները, սա հաստատ։ Դրոնը բավական վտանգավոր է եւ հեռահար, բայց ինչ պաշարներ ունեն, ինչ նպատակով են ռուսները այն գործի դրել, կիմանանք հավանաբար մոտակա ժամանակներս։ Հետաքրքիր տվյալներ ունենք հետախուզությունից։ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային փոխանցել է առնվազն 1 Պանցիր զենիթահրթիռային հրետանային համալիր, որպես փոխհատուցում Ուկրաինայի դեմ պատերազմում աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին նշվում է միջազգային պատժամիջոցների մոնիտորինգի խմբի առաջին զեկույցում, կազմված 11 երկրների կողմից, այդ թվում Ամերիկայի եւ Հարավային Կորեայի։ Զեկույցը հիմնված է հետախուզական ծառայությունների տվյալների վրա եւ հիմնականում վերաբերում է Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցությանը։ Զեկույցում նշվում է, որ Պանցիր զենիթահրթիռային հրետանային համալիրը, որը կարող է խոցել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռներ եւ անօդաչու թռչողասարքեր, նշանակալիորեն ուժեղացրել է Հյուսիսային Կորեայի հակաօդային պաշտպանության համակարգը, որը մինչ այդ հենվում էր անարդյունավետ եւ հնացած տեխնիկայի վրա։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային փոխանցել է ժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր եւ խոչընդոտման սարքեր, ինչպես նաեւ տրամադրում է արձագանքներ բալիստիկ հրթիռների փորձարկումների վերաբերյալ։ Սա, ինչպես ընդգծվում է զեկույցում, օգնել է բարելավել հրթիռների ուսալույությունը եւ այժմ հայտնի խախտում է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնց նախկինում աջակցել է նաեւ Ռուսաստանը որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Այսինքն Պուտինը գնացել է ծայրահեղ քայլի, ինչպես ասում են, во все тяжкие։ Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ կոնգրեսի վերլուծական ծառայության, Ռուսաստանի տեխնիկական օգնությունը նշանակալիորեն բարձրացրել է Հյուսիսային Կորեայի միջուկային կարողությունները։ Զեկույցում նշվում է, որ Փխենյանը կուտակել է բավարար նյութեր մինչև 90 միջուկային մարտագլխիկներ արտադրելու համար, որոնցից մոտ 50-ը հավանաբար արդեն հավաքված են։ Ռուսաստանի ռազմական օգնությունը վերլուծաբանները դիտարկում են որպես փոխհատուցում Հյուսիսային Կորեայի կողմից զինամթերքի մատակարարման եւ Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցության համար Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։ Հետախույզների տվյալներով Հյուսիսային Կորեան Կուրսկի մարզ է ուղարկել առնվազն 14000 զինվորականների, որոնք մասնակցել են մարտերին։ Բացի այդ, 23 թվականի սեպտեմբերից Հյուսիսային Կորեան Ռուսաստանին մատակարարել է ռազմական բեռներ ավելի քան 20,000 կոնտեյներով։ Դրանց մեջ եղել են մոտ 9 միլիոն հրետանային գնդիկներ, ավելի քան 100 բալիստիկ հրթիռներ եւ ավելի քան 200 միավոր ծանր հրետանի։ Հետախուզական վերլուծական կենտրոնի գնահատմամբ սա բավարար է 3 լիարժեք բրիգադի համար, մինչդեռ Հյուսիսային Կորեայի եկամուտները մատակարարումներից գերազանցել են 20 միլիարդ դոլարը։ Ինչպես հայտնի է, մայիսի սկզբին Ռուսաստանի դիկտատոր Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ճանաչել է Հյուսիսային Կորեայի զինվորների մասնակցությունը Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, այնուհետև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան ակտիվորեն օգնում են Ռուսաստանին նրա պատերազմում Ուկրաինայի դեմ։
Կարճ եթերս այսքանով ավարտեմ, խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել մեր նոր ալիքին։ Հունիսի 1-ից բոլոր իմ եթերները լինելու են այստեղ, բաժանորդագրվեք խնդրում եմ։ Սա այսօրվա կարճ եթերն էր, երեկոյան կլինի արդեն մեր ավանդական ամենօրյա եթերը, որը դուրս կգա եւ նոր ալիքում, եւ մայիսի վերջի 2 օրերին դեռ անալիտիկա ալիքում։ Մինչ նոր հանդիպում։